Աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին ասում եմ ողջույն։ Թանկագիններս միասին գնում ենք իմ սիրելի բլոգերի եւ այժմ նաեւ արդեն սիրելի գոլեգայի տուն նախաճաշելու։ Գնում ենք Լիլիթենց տուն, քանի որ այսօր Կիրակի է, իմ միակ փրկիչը մայրս դեռ Երևանում է, այսօր գնալու է կեսօրից հետո, պետք է առավոտյան շուտ գնար, բայց ինձ շանս ընձեռեց, որպեսզի ես մի քիչ էլ վայելեմ իմ ազատությունը, այնպես որ հիմա Վահանը մամայիս մոտ է, ես էլ գնում եմ Լիլիթի հետ նախաճաշելու իրենց տանը։ Մի քանի զորք ոտքի տակ տվեցի, այդպես է Լիլիթի սիրած միկադոները չկարողացա ճարեմ։ Վերջը թանկագիններս վերցրել եմ ուրիշ արտադրության միկադո, մեկ այլ տեսակի խմորեղեն եւ տորտ ժելե։ Էլի մի հատ նկարենք, մենակ չքծվես այդտեղից։ Գաց, բարև։ Ես քո մասին ինքան եմ լսել, գիտես։ Տեսել իրականում։ Չէ, իրականում չէ։ Որտեղ հոյվենտի չէր բերելու։ Բերել ես։ Չէ, Вообще տալ եմ տեղեր իքը։ Ծանոթանանք, լավ, ես Մարիամն եմ։ Այսա ես Էս էլ մեր սիրուն Լիլիթն է։ Հիմա տեսնենք ինչքան էսթետիկ, գեղեցիկ, իդեալ համակարգ նախաճաշենք այսօր ունենում իրար հետ։ Բակալադրի գումալագի։ Ուրեմն տորթի կա թխել։ Արդեն թխած էր էլի ես որ եկա։ Հիմա երեք այդ հոգնած վիճակում գնացիր ու թխեցիր։ Հարգելի հետևորդներ, այս վլոգը որ նկարվում, ասա նախորդ վլոգի շարունակությունն է, հաջորդ օրն է, իմացեք։ Երեք գնացել էինք, հապես գործեր էինք անում։ Հիմա նոր շունիկների նկարեցինք, որոնք դոկ մարքետի են վաճառվում են, ջայրեք եթե Այս միակ դեպքն է շունիկների պարագայում, որ ես կարամ հստակ ասեմ, որ փողով կարաս գնես քեզ համար ընկեր։ Հա։ Որտեղ իրանք դառնում են քո կյանքում մի հատ անենց չքնաղ, հավատարիմ, չգիտեմ, սեր տվող, սեր ստացող անձնավորություններ ոչ մեկ էլ չես համեմատի։ Ու ամենակարևորը ի տարբերություն մարդկանց անշահախնդիր։ Քեզ սիրում են ուղղակի նրա համար, որ դու կաս։ Հա, ուրախանում են, նույնիսկ եթե դու գնում ես խանութ հետ ես գալիս։ Դրա համար ուրախ է։ Նույնիսկ եթե դու 3 րոպեով էիր գնացել, իրանք երջանիկ են շինում։ Նենց անսովոր է, որ իմ համար նախաճաշ եմ պատրաստում։ Մենք ասում ենք, որ ես սիրում եմ նախաճաշեր պատրաստել։ Պատրաստել միասին կուտենք։ Ռոմը քանի որ 4 օրա սովաբուժության փակման է, երրորդ օրը Ոնց սովաբուժ։ Լուրջ։ Այո, ես սարքում։ Բայց լավ չի է։ Կարելի է։ Այո։ Մինչև 4-5 օր ցանկալի։ Բա ինքնազգացողությունը չի վատանում։ Ինքը սովոր է։ Տենց 20 կիլո քաշ է գցել։ Հիմա ինչ անեմ։ Ես էլ։ Եթե կարաս, դա շատ լավ։ Լսի, մենակ ջուր է խմում։ Այսինքն։ Ես չորրորդ։ Այսինքն։ Ես օրինակ երջանիկ կլինեի, եթե ինքը սիրել ինչ-որ ինքը բաներ ուտել։ Բայց ոչ։ Ոնց որ դժգոհ է, հա։ Ինքը մեր ուտելիքն է ուզում ուտի։ Հացներ է տալ։ Այնա ինչ։ Սովաշինը սանգած։ Ուրեմն թե ինչ համով է ժողովուրդ։ Այդ նկարագրելու չի, այս հացիկն եմ հələ որ փորձել, ձևով ֆանտաստիկ համեղ է լիլ դու, բացի քո ալիքը խոհարարական։ Իրոք, հա։ Նու չէ, բարձր չէ, հենց մենակ դրանից արաբերես, բայց վերցնես լավ է, օրինակ այդ տորթիկը, ես շատ կուզեի իմանալ ոնց է սարքում դու։ Սարքեմ կարող։ Ասում եմ 7 րոպեում պատրաստվող տորթիկ է հանգել հետևորդներ։ Չէ, 7 րոպե քեզանից է գնում։ Հետո 20 րոպե պատրաստվում է, էլի։ Հա, էլի, հա, դե պապա, խման պրոբլեմի պրոցեսը այնքան հեշտ է։ Բա, հարկելի հետևորդներ։ Դե լավ, մեզ մաղթեք բարախորշակ, կմիանանք ավելի ուշ։ Բայց ձեր ծնունդը որ օրն է, ես այդ օրը ձակուկին կվերցնեմ սիրուն փաթեթավորած սարքած ոնց պետք է կբերեմ ծնունդի տեղը, թող ոնց որ տեսնեն, որ այդ ձակի ծնունդ բան է, երեխու ծնունդն է ինքը այդ ձակուկին նվերաստանում, հետո կտանեմ հետ կաթուբերում։ Ձակուկիս, հա։ Ինչքան ժամանակը մեկ է լողանում շունիկը։ Ես Իրան կարելի է շուտ-շուտ լողացնել, հա։ Այո։
Մեր հին ձևերով, այն 90-ականների մենք ոնց ենք լողանում շաբաթում ես։ Ես ինչով եմ սարքել իր այս կրեմիկը։ Ես կարծում էի, որ կրեմը բան էր, վարոժնի է, բայց փաստորեն ոչ։ Հələ քիթիկը տենկոմ դարարջ։ Քիթիկը կտրես, հա։ Լավ, որ կտրես դնես ափսերի մեջ կկարողանամ հեշտ կողմնորոշել։ Իհարկե, որ նա դուտես ինձ սոմա հետո դեգուստացիա է լինելու։ Ոնց որ sense քիչ բրաունի ստայլ բան է։ Բրաունի է ինքը։ Հա։ Իրա վրա պրոստը հետաքրքիր կրեմիկ եմ նաև արել։ Այսա կփորձենք, կասենք։ Պրոստը ես շատ վատ խտրացի իրան։ Այս անգամվա ստորցիկը իմ սրտով չի ստացվել։ Ինչի ես փնովում։ Չէ, չեմ փնովում, իրականություն եմ ասում։ Ստորցիկը այսպես չպետք է լինի, էլի ինքը։ Կաթնային շոկոլադի համա է գալիս, բայց կաթնային շոկոլադի գտար։ Կաթ, հա, այսինքն կաթ կա, թե շոկոլադ կա։ Կաթնային շոկոլադ հենց կա։ Հենց կաթնային շոկոլադ կա։ Ու բան երևի, սլիվիչնի պանիր։ Ծփովի սլիվկի է։ Հա։ Դա լավ ծփել եմ։ Հա։ Կաթնային շոկոլադը հալացրել եմ խտացրած կաթողումի բուջուր սլիվկիով։ Ու ավելացրել եմ վրան։ Ընտիրա։ Ասա ինչ համով ա եղել։ Հարգելի հետևորդներ։ Բայց ինչ լավ։ Անկեղծ ոչ թե կոմսա դրա մամա։ Նախ այս բրաունի ինչն ա ոչ, տենց ինքը լղկվում ա բիրանից մեջ։ Չես ասում ծամես, ինքը կուլ ա գնում, բայց լավ առումով էլի նկատի ունեմ։ Շատ լսիշ թեթևուտվող ա, շատ։ Այո, արջին տորտի շների քասը չեն տալիս, չէ՞ կարծեմ։ Ես գնում եմ, գիտես։ Հիմա գնում եմ արդեն։ Հələ եկելա չի թողում պայուսակս վերցնեմ, որ չգնամ։ Վերցնեմ պայուսակը, որ գնամ։ Արջի, արի, գնում ենք։ Դա քիթիկը մցրու։ Չենք գնա։ Դու գիտես։ Հագնվում, կապնվում, գնում են նոր շունիկի հետևից։ Այո։ Բայց պետք է շունիկներ։ Պետք է առաջին տպավորությունը լավ լինի։ Միշտ։ Շո։ Ահա եւ մենք։ Արչի, արի գիրքս։ Մարիամ, հնա, Կոմստի, ոչ մի խնդիր։ Հետո դու խանգարող երեխա չես։ Երեքով կարելի է դիմացնեմ նստել։ Լսի, որ տեսնեն շունա դեմը նստած, բան չեն ասի։ Ասում եմ, ինքը իմ գիրքն էլ ա նստում։ Բա որ մենք ասում եմ Արչի ոստիկաններն եկան գնում են տակնում նստում։ Որտեւ ես իրան ասել եմ, որ ոստիկանները գան, մամայի ավտոն կվերցնեն, եթե տեսնեն ինքը նստած է իրան է կտանեն մանկատուն։ Այ լավ, դա բաժան է։ Այդ մանկատունը իրան դուր չի գալի, վախենում ա մանկատունից։ Լիլիթը վերցրել ա մի հատ էլ շունիկ, Ոյ ուտեմ ես քեզ։ որը պետք է հասնի իր տիրոջը։ Պուճուր շունիկ ա, հիմա էս մի շունիկը շոկի մեջ ա։ Արջի շոկի մեջ ա, էս շունիկը անուն չունի, չէ՞ հələ։ Չէ, ինքը անուն չունի, ես իրան ձյունիկ եմ ասում, ինչեւ ինքը իր մամային։ Հələ դու մի խանդի, արի նստի իմ գիրկը, ինքը պուճուրի կա, թող նստի Լիլիթի գիրկը։ Մալոշ։ Հիմա տես, եթե դու քեզ խելոք չպայես, քեզ տիպը դնեմ այն կառոպկի մեջ։ Այնտեղ։ Նոչ խորինեք, որը ինչ ակտիվ այս մեկը։ Всё, գնացինք։ Լսին ինձ ծոքում այս պուճուրի ելունգները։ Լսի խնդրել էլ պստո ինքը ցինդեր նորի մարդու գուցեջանի։ Բան հայ հոստը գտու ես սրան էսեմ։ Այս խեղճ մաման արգել է որտեղի ես կաներվա հովանավորն եղել, որ ես թափառեմ, ինչ ուզում եմ անեմ։ Տատին զանգեց քեզ մամ։ Հույսն էր, որ դու արդեն շարժվել ես, բայց ասեցի, որ ոչ։ Դե ինչ, մայրս կրկին շտապեց հետ Վարդենից, քանի որ այնտեղ շատ գործեր ունի, աշակերտներ, աշխատանք եւ այլն։ Այլ ձեզ ուզում եմ ասել, որ դուք կարող եք ինձ շնորհավորել, քանի որ վերջապես այսօր տատիկի ձեռքի գիպսը հանեցինք, բարեբախտաբար ամեն ինչ լավ է, զարմանալիորեն իր տարիքի հետ համեմատած շատ արագ տատիկի ձեռքը վերականգնվեց, մի քիչ դեռ տատիկը ինքը
հոգեբանական վախ ունի, հոգեպես, հա, դեռ պատրաստ չէ ձեռքը լիարժեք աշխատացնելու, այսինքն ինչ անում է վախվախելով է անում, բայց դա ժամանակի հարց է, կարևորը որ վտանգը, ցավերը, մի խոսքով ամեն ինչ այլևս անցյալում է։ Դա իրականում ինչու էի ասում, ինչ հնարավոր է, որտեվ իմ համար բավականին արդեն թեթևանում է ամեն ինչ, որովհետև ոչ միայն որ ամեն ինչ պետք է օգնեի տատիկին որ աներ, այլ նաև ինքս էլ, հա, քանի որ գերպատասխանատու մարդ եմ, ես նորմայից շատ է իմ պատասխանատվության աստիճանը, այնքան որ ճիշտ չէ, դից արդեն տանջանքի է վերածվում այդ ամեն ինչը, օրինակ առավոտյան ես մինչև ետ էի վերադառնում պարապմունքից գիտակցումից, որ ես գնամ, որ օգնեմ տատիկին ուտի, որտեղ տատիկը անգամ ձու չէր կարողանում կեղևազատել, բրդուճ իրեն չէր կարող սարքել, ամեն ինչ պետք է ես մանր կտրատեի, որ ինքը ուղղակի պատարակաղով վերցներ եւ ուտեր, այսինքն ին ներկայությունը իր սնվելու ընթացքում, ել են մնացած գործողությունների մասին չխոսեմ ընդհանրապես, սնվել է զուտ որպես առաջնային նշեցի, պարտադիր է լինում ու ես, չնայած տատիկը հանգիստ իր համար նստած սուրճը նախապես խմած են սպասում ինձ որ ես գայ, բայց ես մեկը ահա որ սենց անհանգիստ էի ու շուտ ասեմ տուն շուտ որ տատիկին օգնեմ։ Մի խոսքով թանկագիններս, այդպես գոնե այս տեսակ բաները տատիկը արդեն ինքը կանի, ես էլ ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այս ամբողջ ընթացքում եւ տատիկին առողջություն մաղթելու համար եւ ինձ քաջալերելու համար անսահման շատ շնորհակալ եմ բոլորին ձեր ուշադրության համար, այդ որ դուք հաճախ գրվում եք, հետաքրքրվում եք, մարդիկ կային, ովքեր ամեն օր էին նույնիսկ գրում ու հետաքրքրվում, այսօր ինչ արեցինք, այսօր ոնց արեցինք, այսօր տատիկին պատրաստած եկավ, թե չէ, թե ուրիշ ուզեց, սա եւ վերաբերվում է իմ հետևորդներին եւ իմ հարազատներին, անսահման շատ շնորհակալ եմ, իրականում մարդուն աջակցելը հենց անմիջական ֆիզիկական ինչ ոչ նյութական չէ, դա լինում է նաև ամենաառաջնային հերթին հոգեպես աջակցություն, հա, այսինքն երբ որ դու ուղղակի մարդուն ցույց ես տալիս, որ հասկանում ես ինքը իրականում ինչ վիճակի մեջ է եւ իր վիճակը քեզ իսկապես անհանգստացնում է ու դու տխրում ես իր համար կամ ուրախ ես իր համար, այդ վերաբերմունքը իրականում ավելին է, քան ուղղակի ֆիզիկապես ներկա գտնվելը եւ փորձելը որևիցե մի բանով օգնել, այնպես որ անսահման շնորհակալ եմ ձեզ յուրաքանչյուրիդ այս ընթացքում իմ կողքին լինելու համար, ես էլ ձեզ մեծ հպարտությամբ նշում եմ, որ սրա տակից եւս պատվով դուրս եկա, տեսնենք հաջորդը ինչա լինել։ Մի խոսքով թանկագիններս, նաեւ ուզում եմ ձեզ հիշեցնել, հիշում եք, որ թեմույց վերարկու էի պատվիրել ու իմ հագով մեծ եղավ եւ փառք Աստծո մեծ եղավ, հետ վերադարձեցի, քանի որ որակն իրականում ընդհանրապես ինձ դուր չէր եկել, ու ես գնել եմ ինձ համար նոր վերարկու, պատվիրել եմ Wildberries-ից, սա պետքա մոտիկից շոշափել, որ զգաք, թե ինչ լավն է։ Իսկ հիմա կհագնեմ կտեսնեք, սա 34,000 դրամ էր, մեկ էլ տեսակ, սա դարձել է 29,000 դրամ ու մնացել էր ընդամենը 2 հատ այդ պահին, բայց այնտեղ նշված է, որ նոր ուժը կստանան, այնպես որ եթե ուզենաք գրեք ինձ, ես արտիկուլը կտրամադրեմ, դուք եւս ձեռք կբերեք սրանից։ Մի խոսքով այնքան է դուրս եկել, այնքան լավն է, այնքան տանկ, այնքան փափուկ, իսկ իմ հագով մեկ վարքյան մի հատ ճիշտ կլինի մամազրս հավաքեմ, որ դուք սիրուն տեսնեք։ Այս մեկը ինձ մի քանի անգամ ավելի շատ դուր եկավ։ Այս հետևի մասը այս է ինձ։ Այսպես, թևքերը կարող եմ լրիվ բացել, որտեղ երկու կողմերից է փուխիկ կա, այնպես է, որ լրիվ բացած վիճակում է թևերից մասը դատարկ չի մնում, այսպիսի լայն օձիք ունի։ Մի խոսքով ինձ շատ դուր է եկել եւ որակը եւ գույնը եւ ամենակարևորը համ շատ սենց հասարակ անկատեսք չունի, սենց շատ հասարակ, համ էլ շատ շքեղ չի, որ չկարողանաս ամեն օր հագնես։ Այսպիսի կարճ, բայց կանացի վերարկուի կարիք մի խոսքով կար։ Այս էլ հարգելներս իմ նոր վերարկուն, ասեցի ձեզ ցույց տամ, տեսնեք թե վերջը ինչ պատվիրեցի։ Դեռ իհարկե սրա համար վաղ է։ Հիշում եմ, որ երբ որ ես ուսանող էի ու ձմեռային նոր շոր էի գնում, որը դեռ սակայն սեզոնը չէր, ուրա։ Դեռ սեզոնին շատ կար, որ գար, այսինքն դեռ մի առժամանակ ինքը պետք է պահարանում սպասեր, ոնց էի սպասում, եւ պետք է ձունգա Անդրանիկը մի հատ վերարկու իր ինձ գնել, սիրուն տենց աղջիկական, անհամբեր սպասում էի, թե երբ պետքա ձմեռը գա, որ ես վերջապես դա հագնեմ։ Իսկ հիմա անգամ նոր հագուստը ինձ չի կարող ստիպել, որ ես ցանկանամ, որ ժամանակը թեկուզ մի օրով արագ սլանա։
Հակառակը ես չեմ հասնում ժամանակի դեմն առնել։ Հիմա ես գնում եմ արագ ինձ եմատատիկին սուրճ պատրաստեմ։ Մենք միասին վայելենք ու այս տեսանյութը մոնտաժեմ ու հրապարակեմ ձեզ թանկագիններս։ Մեկ էլ հաճախ բողոքում եք, որ տեսանյութերս մի փոքր կարճ են։ Ասեմ, ես կարող եի օրինակ երեկվա միջոցառումը Digitech 2025-ի միջոցառումը կարող էի կցել այս վլոգի որպես այս վլոգը դրա հաջորդ օրվա շարունակություն եւ հրապարակել, բայց քանի որ ես գիտեմ, որ տեխնոլոգիական ոլորտի տեսանյութը իմ հետևորդների ընդամենը 20%-ին հազիվ կհետաքրքրի եւ այդպես էլ եղավ, ենթադրելով դիտումների քանակից թե ինչքան քիչ են դիտել այդ տեսանյութը, հետեւաբար փչացնում է այս տեսակ տեսանյութը, որտեղ ես հյուրընկալվել եմ սիրելի բլոգերի տանը եւ այլն։ Դրա համար թանկագիններս չեմ խառնում, գերադասում եմ լինի կարճ, բայց տարբեր նախասիրություն ունեցող մարդկանց համար, քան թե երկար, բայց երկու տարբեր նախասիրություն ունեցող մարդիկ հայտնվում են այդ նույն վլոգում ու չգիտեն ոնց իրենց տիրապետեն։ Դրա համար էլ այս վլոգը կարող է լինել երկար, բայց անիմաստ, սակայն կլինի կարճ, բայց իմաստալից։ Իսկ ձեր շնորհակալություն եմ հայտնում թեկուզում այս կարճ վլոգը դիտելու համար, ես ձեզ անսահման շատ եմ սիրում։ Դա մեկընդմիշտ հիշում ենք, ֆիքսում ենք։ Լիքը պաչիկներ, եղեք առողջ եւ ամենակարևորը երջանիկ, կհանդիպենք շատ շուտով հերթական առօրյա վլոգով։